Տիկին Ղազարյան, արցախցիները մի քանի օր է արդեն ազատության հրապարակում են եւ բողոքում են, որ կառավարությունը իրենց հանդեպ անարդար է վարվում, կտրում է աջակցությունից, այն աջակցությունից, որի հույսով իրեն կարողանում են գոնե բնակարանի վարձ վճարել։ Ինչու է կառավարությունը այս փուլում որոշել նման քաղաքականություն որդեգրել, արդյոք լուծվել են արցախցիների բնակարանի հարցը, սոցիալական խնդիրները, ինչու եք հիմա այս մեթոդին կամ այս միջոցները կիրառում։ Տեսեք, դուք ասացիք, որ կտրում են աջակցությունը, ես ուզում եմ նշել առհասարակ սոցիալական աջակցություն տրամադրվում է այն անձանց, կապ չունի արցախցի, գյումրեցի, որտեղից կլինի, այն անձանց կամ անձանց խմբերին, ովքեր ունեն այդ աջակցությունը, միջնաժամկետ տիրույթում, միջև որ նրանք կկարողանան ինքնաբավ լինել, իրենք կարողանան իրենց կեցության եւ այլ սոցիալական հարցերը ինքնուրույն լուծել։ Այս դեպքում էլ եւս մենք հենց սկզբից ասել ենք, որ աջակցության ծրագրերը իրենք միջնաժամկետ բնույթ ունեն եւ հետագայում նաեւ միաժամանակ իրարվել է զբաղվածության պետական աջակցության ծրագիրը, բնակարանային ապահովման ծրագիրը, որոնք էլ իրենք ունեն իրենց պահանջները եւ պահանջներից առաջինը միշտ նշվել է քաղաքացիություն ձեռք բերելու, ինչի հետ հատկապես կախված ունեն խնդիրներ, շատերը չեն ուզում, չեն ցանկանում երբեմն տարբեր պատճառներով քաղաքացիություն ձեռք բերել։ Իսկ աջակցության ծրագրերին, որոնք որ 40+10-ի, որի բնույթով այսպես ասած ակցիան կազմակերպվեց, իրականում ոչ ամբողջությամբ աջակցության ծրագիրը դուրս է եկել, այլ ապրիլի 1-ից բնույթն է փոխվել, եթե մինչև այսօր 103 կարծեմ 1000 արցախցի օգտվում էին այդ աջակցության ծրագրից, հիմա ավելի նեղացել է աջակցության ծրագիրը, մոտավորապես 53000 արցախցի է օգտվելու, բայց արդեն թիրախավորված է ուղղվում աջակցության ծրագրերը, բայց նախորդ շաբաթ մենք նկատեցինք, որ կառավարությունը եւս մի հրատապ աջակցության ծրագիր եւս գործարկեց, որի շնորհիվ այն ընտանիքները, որոնք կունենան ավելի քիչ եկամուտ, նրանց նույնպես էլի աջակցություն կտրամադրվի, դուրս է գալիս, որ այնուամենայնիվ էլի շատերը կստանան այս կամ այն չափով աջակցության ծրագրեր, որը կգործի։ Ասում եք թիրախավորված, կառավարությունը այո հայտարարել է այդ մասը, նշանակում է, որ որոշակի խնդիրներ լուծվել են, բայց արդյոք լուծվել են արցախցիների սոցիալական, բնակարանի հարցը, որ հիմա թիրախավորված տարբեր այսպես շերտերին է ուղղում դա։ Ես կոնկրետ զբաղվածության մասով կասեմ, ես տեղյակ եմ ըստ պաշտոնական տվյալների, որ արցախցիներից արդեն մոտ 6200 անձ հենց միասնական սոցիալական ծառայության միջոցով արդեն զբաղվածություն ունի, աշխատանք ունի, աշխատանքի հետ շտեմարանում աշխատանք գտնելու պեկի տվյալներով մոտավորապես 26000 անձ էլ գրանցված է, ինչպես նաև բնակարանային ապահովման հավաստագրեր են տրվել շատերին, ինչքանով որ ճիշտ տվյալներ կարող է եւ սխալվեմ, 96 հավաստագիր արդեն իրացվել է, ես էլ եմ ասում, այստեղ խոչընդոտողը հիմնականում քաղաքացիություն ձեռք չբերելն ու այդ ծրագրերին չմասնակցել է, բայց նաև իմ անձնական շփումների արդյունքում գիտեմ, որ կան արցախցիներ, որոնք բավականին լավ ծրագրերից օգտվում են, կարողացել են իրենց կեցությունը ապահովել, իրենց ընտանիքներով ինչ-որ բիզնեսներ փոքր ստեղծել, այսինքն կարծիքներ լսելուց կոնկրետ պետք է լսել նաև այդ մարդկանց կարծիքներ, որպեսզի ճիշտ պատկերացում կազմել, ինչքանով է հարցը լուծվել, ինչքանով է կառավարությունը կարողացել օգնել։ Այս մասով այսքանը կասեմ, բայց կարծես ակցիան, որը ստեղծվել էր սոցիալական բնույթից, բայց հետագայում այդ վրանի տեղադրելը, վրանին հյուրերը, կարծես արդեն այն քիչ-քիչ վերածվում է քաղաքական բնույթի ակցիայի, ինչը որ մտահոգիչ է իմ համար, որովհետև անընդհատ մենք նման բանի ականատես ենք լինում, ամեն տարի կարծես գարնանը, երբ որ մի սոցիալական կամ ինչ-որ խնդիր է առաջանում, սկսում են մարդիկ կան, որ ակտիվանան ու սկսեն դրան տալ քաղաքական բնույթ։ Քաղաքականի ինչն է մտահոգիչը։ Մտահոգիչ այն առումով, որ օգտվում են արցախցիների հույզերից եւ կան մարդիկ ու կան քաղաքական ուժեր, ովքեր այսպես երբ հնարավորություն են ունենում հայտարարություն անել, բեմ բարձրանալ եւ այլն, սկսում են այդ տարանջատում, թիրախավորում Հայաստանում արցախցիներին չեն սիրում, կան արցախցիների խումբ, որ դրան հավատում են եւ այն բնական կեցության ապահովման եւ այլն քաղաքացիության այն գործընթացները, որ բոլորս ունենք գուցե այստեղ ապրելով, բայց նաեւ մարդիկ կան, որ քաղաքացիության
քաղաքացիություն են ունեցել դիցուկ Ռուսաստանում, պետք է գան այստեղ քաղաքացիություն ձեռք բերեն, իրանց աշխատանքը իրացնեն, ինչպես համեմատեմ նրանց հետ, այս մարդիկ արդեն հրաժարվում են օրինակ այդ քաղաքացիության process-ը անցնեն, որպեսզի օրինակ բնակարանային ապահովման ծրագրից օգտվեն կամ աշխատանք գտնեն պետական որևէ կառույցում։ Տեսեք, դուք ասում եք թիրախավորել, բայց կարծիքները շատ են, որ թիրախավորումը հիմնականում իշխանության կողմից է լինում, իշխանամերձ շրջանակների կողմից, արցախցիներին հանդեպ վերաբերմունքը լավը չէ, խտրական վերաբերմունք է, այսինքն իշխանությունից չի գալիս այդ ամենը։ Ոչ, բնականաբար, խոսքս հենց նրա մասին է, որ մարդկանց հենց տրամադրում են իշխանությունների դեմ։ Ու այսօր էլ այդ ակցիայի հյուրերին, վրանի հյուրերին, երբ որ նայում եմ, հիմնականում այն մարդիկ են, ովքեր ամեն գնով ուզում են ինչ-որ հեղափոխություն անեն, ինչ-որ իշխանափոխություն անեն եւ այլն, ու ամեն տարի կարծես անհույս փորձում են, այս անգամ եւս ուզում են իրենց ձեռքերը այդ ամեն ինչի վրա տաքացնել, ու ավելի սենց գնալով ամեն տարի ավելի ագրեսիվ կերպով են դա անում, ու շատ ցավ եմ զգում, որ արցախցիների հույզերի վրա են խաղում ու խոչընդոտում են մարդկանց նորմալ կյանքի ապահովման ու գործընթացներին մասնակցելուն, ու ցավում եմ, որ գործիք են դարձնում արցախցիներին, այդ իսկ պատճառով կոչ եմ անում մի քիչ ողջախոհություն դրսևորեն եւ փորձեն հնարավորինս հեռու մնալ քաղաքական գործընթացներում ներգրավվելուց։ Այսինքն դուք մտահոգություն ունեք, որ արցախցիների բողոքը կուղղվի իշխանության դեմ եւ օրինակ իշխանափոխություն կիրականացվի։ Այդ առումով մտահոգություն ունեմ, որ արցախցիներին կարող են հույզերի վրա աշխատելով տանեն ավելի ծայրահեղ քայլերի։ Այս առումով մտահոգություն ունեմ, ինչը փորձում են օրինակ դե չեմ կարող ասել, հիմնականում ելույթները, որ լսվում են վրանի տակից, այսպես ասած խոսքերը, որ այնտեղ արտահայտվում են, շատ տարբեր կարծիքներ են, տարբեր միտումներ ունեն, տարբեր ու երբեմն էլ մտածում եմ, որ այդ հատուկ տարանջատում, խտրականություն բաժանում անում են իշխանությունների դեմ տրամադրում, կարող է եւ չեմ կարող հաստատ ասել, կարող է ուղղորդված լինի նաեւ դրսից, ինչը բնականաբար ես իրավունք ունեմ այդ մասին մտածելուց, երբ որ էլի ասում եմ հաշվի առնելով ովքեր են վրանի հյուրերը եւ ու ցավ եմ զգում, որ ամեն անգամ նման այնտեղ սահմանազատման գործընթաց ունեցանք այն ժամանակ փորձեցին Տավուշի մեր բաներին, Կիրանցի բնակիչներին այսպես տրամադրել, հույզեր արթնացնել, սկսել ակցիաներ անել, քայլել եւ այլն, հիմա էլ փորձում են արցախցիների այս իրավիճակից օգտվելով նման բաներ անել, բայց Ղազարյան, տեսեք, դուք ասում եք բողոքներից օգտվում են, գործիք են դարձնում, բայց եթե իշխանությունը քայլեր է անում, որը չի ընդունվում հասարակության կողմից կամ շատերը հակապետական են որակում, հակազգային են որակում, դրա դեմ բողոքը նշանակում է գործիք լինել։ Տեսեք, երբ որ սոցիալական հարցն էր բարձրացում լրիվ հասկանալի էր, թե նեղանում էր շրջանակը, որոշ մարդիկ չէին ստանալու այդ սոցիալական աջակցությունը, մենք էլ տեսեք քչացրել ենք հետագայում մինչև ապրիլից հունիս էլի գումարի, այսինքն ավելի շատ խթանելու ենք, որպեսզի փորձեն ավելի արագ իրենց աշխատանք գտնել, փորձեն իրենց կեցությունը ապահովել ինքնուրույն աշխատելով, թե չէ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում են որևէ մարդ երկար տարիներ աջակցության ծրագրերից ընդունելը, գիտեք, մեր իշխանության կողմից դա ընդունված չէ, որովհետև մենք խրախուսում ենք հիմնականում աշխատել, նորմալ, բարեկեցիկ, հպարտ, այսպես ասած, քո ապրուստը ինքդ վաստակես, ծաղկացնելով նաև երկիրդ։ Այլ կերպ չենք վայ, իսկ եթե մենք շարունակենք աջակցության ծրագրեր տանք, գուցեև դա ավելի այսպես ծույլ սարքի մարդուն եւ չթողնի այն ինչ որ ինքը կծկտի ու կանի, թեկուզ հողը մշակել, չգիտեմ, ամեն մարդ գիտի ինքը ինչով կարող է լավ աշխատել, փող աշխատել։ Այս աջակցության ծրագրերը ել եմ ասում, միջնաժամկետ են, մինչեւ կարողանան մարդիկ լինեն ինքնաբավ, սոցիալ-տնտեսապես ավելի կայուն, կարողանան իրենց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Ես կարծում եմ, որ մասնագետները ավելի լավ մոնիտորինգ արած եւ գնահատած կլինեն, թե ինչքանով է բարեկեցիկ դարձել, ինչքանով են մարդիկ արդեն կարողացել իրենց կեցությունը ապահովել, այդ իսկ պատճառով գուցե եւ սահմանված էր ապրիլի 1-ը։ Ես ինքս չեմ կարողանում որպես մասնագետ գնահատականը տամ ինչի ապրիլի 1-ից, բայց գիտեմ, որ ապրիլից մինչեւ հունիս ըստ նախագծի օրենքի ըստ որոշումների գումարը էլի նվազելու է։ Բայց ել եմ ասում, հրատապ ծրագիր էլ ընդունեցին, որ եթե մի անձի բանով հաշվարկով 55,000-ից ավելի ցածր է եկամուտը միջին, կարողանա էլի ընտանիքը որոշակի
աջակցություն ստանա, այսինքն ամեն դեպքում մենակ չենք թողում, ամեն դեպքում փորձում ենք հնարավոր բոլոր ձևերով, բայց չենք կարող անընդհատ նույն ձևով աջակցություն տրամադրել։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ ուղղորդված են այս նաև ակցիաները շարժումը արցախցիների եւ ասացիք, որ դրսից է հնարավոր։ Դրսից ում նկատի ունեք եւ ուղղորդում ասելով ում նկատի ունեք։ Ես իմ կարծիքը կազմեցի կոնկրետ վրաներում հնչեցված խոսքերից, ելույթներից, դե բնականաբար հետևում եմ ովքեր են հյուր գնում եւ ինչ նպատակներ են ուզում ծառայեցնել եւ իրապես խոսքումս էլ ասացի, որ չի ուզենա, որ կարողանան մարդկանց հույզերի հետ խաղալ, ես դա համարում եմ շատ տհաճ։ Որ երկրին Երկիր նշեմ որևէ, բայց բոլորդ էլ գիտեք, թե որ քաղաքական գործիչը որտեղից է սնվում, որտեղից են իրենց այդ ուղղորդումները տալիս եւ ինչ նպատակ են հետապնդում։ Դա հնդածս էլի կպարզվի, դեռ գործընթացները, այսպես ասած, նոր փուլում են։ Դա շատերին ձեռք է տալիս, որ ներքաղաքական կյանքը լինի միշտ անհանգիստ, միշտ լինի խժդժություններ, միշտ լինի անկայուն վիճակ Հայաստանի Հանրապետության ներսում։ Ես արդեն քանի տարի 21 թվականից պատգամավոր եմ, դեռ այդպիսի գարուն չեմ հիշում, որ թողեն ընդդիմադիրները արտախորհրդարանական հանգիստ լինի իրավիճակը դրսում, փողոցներում եւ այլն։ Բազմիցս նշել են, կարծես սեզոնային ընդդիմություն ունենանք, ամեն գարնանը ակտիվանում են, ցրտեր են գնելու պես բան են լինում, ու հիմա էլ դեբրանում նշում են, լսել եմ անձամբ, դե հիմա շուտով դրսերը կտականան, էլի դուրս կգանք, էլի կփորձենք ինչ-որ մի բան անել, թող փորձեն ամեն դեպքում։ Մտահոգությունը զուտ արցախցիներին չնեղացնելն է, մտահոգությունս նայա, որ չօգտագործեն այդ մարդկանց իրենց նեղ անձնական շահերը սպասարկելու համար։